Դավթի Սաղմոսների գիրքը, գլուխ 21-րդ։ Աստված իմ Աստված, նայիր ինձ, ինչու լքեցիր ինձ, հանցանքներիս պատճառով հեռու մնացիր իմ փրկությունից։ Աստված իմ, քեզ կանչեցի ցերեկով, բայց չլսեցիր ինձ, կանչեցի գիշերով, բայց չանսացիր ինձ։ Դու ապրում ես սրբերի մեջ և գովերգվում Իսրայելում։ Քեզ վրա հույս դրին հայրերը մեր, հույս դրին քեզ վրա և դու փրկեցիր նրանց։ Առ քեզ աղաղակեցին ու ապրեցին, քեզ վրա հույս դրին և ամոթով չմնացին։ Բայց ես որդի եմ և ոչ թե մարդ, մարդկանց համար նախատինք եմ և անարգանք ժողովուրդներին։ Բոլոր ինձ տեսնողներն արհամարհում էին ինձ, խոսում շրթունքներով և շարժում գլուխներն իրենց ասելով. հույսը դրել է Տիրոջ վրա, դե թող փրկի ու ազատի նրան, եթե սիրում է նրան։ Դու հանեցիր ինձ արգանդից, իմ հույսը դարձար մորս կաթով սնվելու օրից։ Քեզ հանձնվեցի ես արգանդից, մորս որովայնից սկսած դու ես Աստվածն իմ։ Մի հեռացիր ինձնից, քանզի մոտ են վտանգները, և չկա մեկը, որ օգնի ինձ։ Բազում եզներ շրջապատեցին ինձ, և պարարտ ցուլերը պաշարեցին ինձ։ Մռնչացող ու հափշտակող առյուծների պես ինձ վրա բացին բերաններն իրենց, հոսեցի ես ինչպես ջուր, խախտվեցին իմ բոլոր ոսկորները, և սիրտս հալած մոմ դարձավ որովայնիս մեջ։ Զորությունն իմ չորացավ խեցու նման, լեզուս կպավ քիմքիս, և ինձ իջեցրին մահվան հողի մեջ։ Չորս կողմս բազում շներ հավաքվեցին, և չարագործների ամբոխն ինձ պաշարեց։ Ծակեցին ձեռքերն ու ոտքերն իմ, հաշվեցին բոլոր ոսկորներս, նրանք նայեցին ու տեսան ինձ։ Հագուստներս բաժանեցին իրար մեջ, և պատմուճանիս վրա վիճակ գցեցին։ Դու, Տեր, օգնությունդ ինձնից հեռու մի պահիր, այլ օգնիր ինձ, Տեր, փրկիր ինձ սրից, փրկիր միամորիկիս շների ձեռքից, ազատիր ինձ առյուծի բերանից և խեղճ անձն իմ մի եղջերուի եղջյուրից։ Անունդ պիտի հռչակեմ իմ եղբայրներին, ժողովատեղում պիտի օրհնեմ քեզ։ Աստվածավախներ, օրհնեցեք Տիրոջը, և թող Հակոբի բոլոր զավակները փառաբանեն նրան։ Իսրայելի ողջ սերունդը երկյուղ պիտի կրի Տիրոջից, քանզի Տերը չարհամարհեց ու չանարգեց աղոթքն աղքատիս և երեսն ինձնից չշրջեց, այլ երբ ձայն տվի նրան, լսեց ինձ։ Քո մասին է գովքն իմ, մեծ հավաքներում պիտի օրհնեմ քեզ, ուխտս պիտի կատարեմ նրա բոլոր երկյուղածների առջև։ Տնանքները պիտի ուտեն ու հագենան, Տիրոջը փնտրողները պիտի օրհնեն նրան, նրանց սրտերը կապրեն հավիտյանս հավիտենից։ Աշխարհի բոլոր ծայրերից մարդիկ կվերհիշեն ու կդառնան Տիրոջը։ Բոլոր ազգատողմերը կերկրպագեն նրան, քանզի Տիրոջն է արքայությունը, և նա է տիրում բոլոր հեթանոսների վրա։ Լիացան և երկրպագեցին նրան երկրի բոլոր մեծամեծները, և ամեն ոք, որ գերեզման է իջնում, նրա առջև պիտի ընկնի։ Նրանով է ապրում անձն իմ, և իմ սերունդը պիտի ծառայի նրան։ Գալիք սերունդներին պիտի պատմեմ Տիրոջ մասին, Տիրոջ գործած արդարությունը պիտի ավանդվի այն ժողովրդին, որ ծնվելու է։ Դավթի Սաղմոսների գիրքը, գլուխ 22-րդ։ Տերն իմ հովիվն է, և ինձ ոչինչ չի պակասի։
Դալար վայրերում նա ինձ բնակեցրեց և հանդարտ ջրերի մոտ ինձ սնուցեց, նա կենդանացրեց ինձ, հանուն իր անվան առաջնորդեց ինձ արդարության ճանապարհներով, եթե նույնիսկ անցնեմ մահվան ստվերների միջով, չեմ վախենա չարից, քանզի դու Տեր ինձ հետ ես։ Քո ցուպն ու գավազանն ինձ կմխիթարեն, իմ առջև սեղան պատրաստեցիր հալածիչներիս աչքերի դիմաց, գլուխս յուղով օծեցիր, և քո բաժակն ինձ արբեցրեց անխառն գինու պես։ Ողորմությունը քո Տեր, պիտի հետևի ինձ կյանքիս բոլոր օրերին, երկար օրեր ես Տիրոջ տանը պիտի բնակվեմ։ Դավթի Սաղմոսների գիրքը, գլուխ 23-րդ։ Տիրոջն է երկիրն իր ամբողջությամբ, աշխարհն իր բոլոր բնակիչներով, նրա հիմքերն անձամբ գցեց ծովի վրա և գետերի վրա հաստատեց նրան, ով կբարձրանա Տիրոջ լեռը, կամ ով կկանգնի նրա սրբավայրում, նա, ով մաքուր ձեռքեր և անբիծ սիրտ ունի, ով հանձն չի առել ունայնություն ու նենգությամբ չի երդվել իր ընկերոջը, նա է, որ օրհնություն կստանա Տիրոջից և ողորմություն իր փրկարար Աստծուց, այս սերունդն է, որ փնտրում է Տիրոջը, որ ուզում է տեսնել երեսը Հակոբի Աստծու։ Վեր քաշեցեք իշխաններ դռները ձեր, թող բացվեն հավիտենական դռները և փառքի արքան թող ներս մտնի։ Ո՞վ է այս փառքի արքան, կարողությամբ հզոր Տերն է նա, պատերազմում զորեղ Տերը։ Վեր քաշեցեք իշխաններ դռները ձեր, թող բացվեն հավիտենական դռները և փառքի արքան թող ներս մտնի։ Ո՞վ է այս փառքի արքան, զորությունների Տերը, նա ինքն է փառքի արքան։ Դավթի Սաղմոսների գիրքը, գլուխ 24-րդ։ Դեպի քեզ Տեր բարձրացրի հոգիս, Աստված իմ, քեզ վրա դրի հույսն իմ, թող ամոթով չմնամ և թշնամիներս չծիծաղեն ինձ վրա։ Բոլոր նրանք, ովքեր հույսով սպասում են քեզ, ամոթով պիտի չմնան, այլ ամոթով պիտի մնան անօրեններն իրենց ունայնության մեջ։ Տեր, ցույց տուր ինձ քո ճանապարհները և քո շավիղները սովորեցրու ինձ առաջնորդիր քո ճշմարտության մեջ և ուսուցանիր ինձ, քանզի դու ես փրկիչ Աստվածն իմ, և ես հանապազդ քեզ եմ սպասում։ Հիշիր Տեր քո գթություններն ու ողորմությունները, որոնք հավիտենական են։ Իմ մանկության և տհասության մեղքերը մի հիշիր, այլ հիշիր ինձ Տեր քո ողորմությամբ ըստ քո բարության, քանզի դու քաղցր և ուղիղ ես Տեր։ Դրա համար էլ մեղավորներին դնում ես օրենքի գիտության ճանապարհի վրա։ Հեզերին առաջնորդում ես դատաստանի մեջ, հեզերին սովորեցնում քո ճանապարհները։ Տիրոջ բոլոր ուղիները ողորմություն ու ճշմարտություն են նրանց համար, ովքեր պահում են նրա ուխտն ու վկայությունը։ Հանուն քո անվան Տեր, քավություն տուր իմ մեղքերին, քանզի շատացան դրանք։ Ո՞վ է այն մարդը, որ վախենում է Տիրոջից, Տերը նրան սովորեցնելու է իր ընտրած ուղին։ Նա բարության մեջ պիտի հանգչի, և նրա սերունդը երկիրը պիտի ժառանգի։ Տերը զորացուցիչն է իր երկյուղածների, և իր ուխտը նրանց է սովորեցնում։ Աչքերն իմ մշտապես Տիրոջն են ուղղված, և նա պիտի հանի ոտքերս թակարդից։ Նայիր ինձ և ողորմիր ինձ, քանզի միամորիկ եմ ես և աղքատ։ Սրտիս նեղությունները խիստ շատացան, ազատիր ինձ իմ վշտերից։ Տես իմ նվաստացումն ու տառապանքը
և թողություն արա իմ բոլոր մեղքերին։ Տես, թշնամիներս որքան բազմացան և անիրավ ատելությամբ ինձ ատեցին, պահպանիր ինձ ու փրկիր ինձ, և թող ամոթով չմնամ, որ հույսս դրի քեզ վրա։ Անբիծներն ու արդարներն ինձ կցորդ եղան, և ես սպասեցի քեզ։ Փրկիր Աստված Իսրայելն իր բոլոր նեղություններից։ Դավթի Սաղմոսների գիրքը, գլուխ 25։ Դատ արա ինձ, Տեր, քանզի անբասիր ընթացա, հույսս դրի Տիրոջ վրա, որ չլինեմ տկար։ Փորձիր ինձ, Տեր, և քննիր ինձ, փորձիր երիկամներս ու սիրտս։ Ողորմությունդ, Տեր, աչքիս առջև է, և ճշմարտությունդ հաճելի է ինձ։ Ունայնամիտների աթոռին ես չեմ նստի, և անօրենների մոտ ես չեմ գնա։ Չարագործների ամբոխը ես ատեցի, և ամբարիշտների կողքին չեմ բազմի։ Սրբությամբ կլվամ ձեռքերն իմ, և սեղանիդ շուրջը կնստեմ, Տեր։ Թող լսեմ քո օրհնության ձայնը, և պատմեմ քո բոլոր հրաշալիքները։ Տեր, սիրեցի քո տան վայելչությունը և քո փառքի բնակության վայրը։ Մի կործանիր ինձ ամբարիշտների հետ, և ոչ էլ կյանքս արյունահեղների հետ, որոնց ձեռքերն անօրենության մեջ են, և աջը նրանց լի է կաշառքով։ Ես անբասիր ընթացա, փրկիր ինձ, Տեր, և ողորմիր ինձ։ Ոտքն իմ ուղիղ ճանապարհների վրա թող լինի, մեծ հավաքներում քեզ պիտի օրհնեմ։ Դավթի Սաղմոսների գիրքը, գլուխ 26։ Տերն իմ լույսն է ու կյանքը, ումից վախենամ։ Տերն իմ կյանքի ապավենն է, ումից ես դողամ։ Երբ չարագործ նեղիչներս ու թշնամիներս մոտեցան ինձ, մարմինս ուտելու, նրանք թուլացան ու ընկան։ Եթե իմ դեմ պատերազմ պատրաստվի, սիրտս չի սոսկա։ Եթե իմ դեմ ճակատամարտի ելնեն, միևնույն է, Տեր, հույսս քեզ վրա եմ դնելու։ Մի բան եմ խնդրել Տիրոջից, և նույնն եմ աղաչում, որ կյանքիս բոլոր օրերին բնակվեմ Տիրոջ տանը, տեսնեմ Տիրոջ վայելչությունը և վերահսկեմ նրա տաճարում։ Չար օրերին նա ինձ թաքցրեց իր վրանում, պատսպարեց ինձ իր վրանի ծածկի տակ։ Ժայռից բարձր պահեցիր ինձ, այժմ էլ գլուխն իմ բարձրացրու թշնամիներիս վրա։ Շրջեմ և օրհնության պատարագ մատուցեմ նրա վրանում, օրհներգեմ և սաղմոս երգեմ Տիրոջը։ Լսիր ձայնն իմ, Տեր, քանզի քեզ կանչեցի, ողորմիր ինձ և ականջ դիր, քանզի սիրտն իմ քեզ դիմեց, և հայացքն իմ փնտրեց քո երեսը, Տեր։ Մի դարձրու երեսդ ինձնից և բարկությամբ մի շրջվիր քո ծառայից։ Իմ օգնականը եղիր, Տեր, և մի անարգիր ինձ և մի լքիր, Փրկիչ Աստված իմ։ Իմ հայրն ու մայրը լքեցին ինձ, բայց Տերն ինձ ընդունեց։ Սովորեցրու ինձ, Տեր, քո ճանապարհը և առաջնորդիր ինձ քո ուղիղ շավիղներով։ Իմ թշնամիների պատճառով ինձ նեղողների ձեռքը մի մատնիր։ Իմ դեմ մեղսագործ վկաներ ելան և չարախոսեցին ինձ իրենց անիրավությամբ։ Հավատում եմ, որ կտեսնեմ Տիրոջ բարությունը ողջերի երկրում։ Սպասիր Տիրոջն ու քաջալերվիր, սիրտդ թող ամրապնդվի, Տիրոջն սպասիր։ Դավթի Սաղմոսների գիրքը, գլուխ 27։ Քեզ կանչեցի, Տեր, անարձագանք մի թողնիր ինձ, Աստված իմ։ Եթե երբևէ լուռ մնաս, կնմանվեմ նրանց, ովքեր գերեզման են իջնում։
Լսիշ Տեր բաղատանքիս ձայնը, երբ ես աղաչեմ քեզ, երբ ձեռքերս դեպի սուրբ տաճարդ պարզեմ, ամբարիշտների շարքը մի դասիր ինձ և մի կործանիր ինձ նրանց հետ, որ անօրենություն են գործում, որ հաշտության մասին են խոսում իրենց ընկերների հետ, բայց սրտներում չարություն կա։ Վարձատրիր նրանց Տեր ըստ իրենց արարքների, իրենց անօրեն վարքի համեմատ հատուցիր նրանց ձեռքերի գործին նայելով տուր իրենց հատուցումն իրենց։ Նրանք ուշ չդարձրին Տիրոջ արածներին, ոչ էլ նայեցին նրա ձեռքի գործերին, դու կկործանես նրանց, և այլևս նրանք ոտքի չեն կանգնի։ Օրհնյալ է Տերը, քանզի լսեց ձայնն իմ աղոթքի, Տերն իմ օգնականն է ու պաշտպանը, նրա վրա դրեց իր հույսը սիրտն իմ, և մարմինս գոհացավ ու զվարճացավ, ես հոժարական պիտի փառաբանեմ նրան։ Տերը զորությունն է իմ ժողովրդի, ապավենն իր օծյալի փրկության։ Փրկիր քո ժողովրդին և օրհնիր քո ժառանգորդներին, հովվիր ու հավետ բարձրացրու նրանց։ Դավթի Սաղմոսների գիրքը, գլուխ 28 Աստծու որդիներ, մատուցեցեք Տիրոջը, մատուցեցեք Տիրոջը խոյերի ձագեր, մատուցեցեք Տիրոջը փառք ու պատիվ, տվեք Տիրոջը փառքն իր անվան և երկրպագեցեք Տիրոջն իր սուրբ սրահում։ Տիրոջ ձայնը ջրերի վրա է, փառքի Աստվածը որոտաց, Տերն ինքն է անսպար ջրերի վրա։ Տիրոջ ձայնը ահարկու է, Տիրոջ ձայնը փառահեղ է, Տիրոջ ձայնը փշրում է մայրիները, Տերը կոտրատում է մայրիները Լիբանանի, Տերը կոտրատում է դրանք ինչպես Լիբանանի մատաղ տունկերը, որոնք սիրասուն են մի եղջերուի ձագերի պես։ Տիրոջ ձայնը ճեղքում է կրակի բոցը, Տիրոջ ձայնը ցնցում է անապատը, Տերը դողացնում է Կադեսի անապատը, Տիրոջ ձայնը ոտքի է կանգնեցնում եղնիկներին և մերկացնում անտառները։ Նրա տաճարում բոլորը թող գովեն փառքը նրա, Տերը զսպում և ցածրացնում է ջրհեղեղները, Տերը հավիտյան պիտի թագավորի, Տերն իր ժողովրդին զորություն պիտի տա, իր ժողովրդին պիտի օրհնի խաղաղություն պարգևելով։ Դավթի Սաղմոսների գիրքը, գլուխ 29 Պանծացնում եմ քեզ Տեր, քանզի ընդունեցիր ինձ և չթողիր, որ թշնամիներս չարախնդան վրաս։ Տեր Աստված իմ, կանչեցի քեզ և բուժեցիր ինձ։ Տեր, հոգիս դժոխքից հանեցիր և փոսն իջնողների միջից փրկեցիր ինձ։ Սաղմոս երգեցեք Տիրոջը, ով նրա սրբեր, գոհություն մատուցեցեք նրա սուրբ հիշատակին։ Նրա բարկության մեջ ցասում կա, իսկ նրա կամեցողության մեջ կյանք։ Երեկոյան լացը կդադարի, իսկ առավոտյան ուրախություն կլինի։ Իմ բարկության մեջ ես ասացի, թե հավետ չեմ սասանվի։ Տեր, քո կամքով ուժ տվիր իմ վայելչությանը, բայց երբ երեսդ դարձրիր ինձնից, ես խռովախույս եղա։ Քեզ կանչեցի Տեր, աղաչեցի իմ Աստծուն։ Ինչ օգուտ ունես իմ արյունից, եթե ապականության գբի մեջ թաղվեմ։ Միթե հողը գոհություն կմատուցի քեզ, կամ կպատմի քո ճշմարտությունը։ Լսեց ինձ Տերն ու ողորմեց, Տերը եղավ իմ օգնականը։ Սուգս դարձրեց ուրախություն, հանեց քուրձն իմ և խնդություն հագցրեց ինձ։ Փառքս Սաղմոս պիտի երգի քեզ, որպեսզի այլևս չզղջամ ես։ Տեր իմ Աստված, հավիտյան գոհություն պիտի մատուցեմ քեզ։
Դավթի սաղմոսների գիրքը, գլուխ 30-րդ։ Հույսս դրի քեզ վրա, Տեր, թող հավետ ամոթով չմնամ, քո արդարությամբ փրկիր և ազատիր ինձ, դեպի ինձ խոնարհիր ականջը քո, փութա ինձ պաշտպանելու, եղիր իմ պահապան Աստված և իմ փրկության ապաստարանը, քանզի իմ ուժն ու ապավենն ես դու, քո անվան համար ինձ առաջնորդ եղար և սնուցեցիր ինձ կհանես այն որոգայթից, որ լարեցին իմ դեմ, դու ես պաշտպանն իմ Տեր, և քո ձեռքն եմ հանձնում իմ հոգին, Տեր Աստված, փրկեցիր ինձ քո ճշմարտությամբ, ատեցիր նրանց, ովքեր երկյուղ են կրում սնոտիաբար, ես հույսս դրի Տիրոջ վրա, պիտի ցնծամ և ուրախանամ քո տված փրկությամբ, տեսար իմ նվաստացումն ու ինձ փրկեցիր վշտերից, ինձ չմատնեցիր նեղիչներիս ձեռքը և ոտքերս լայնարձակ վայրում հաստատեցիր, ողորմիր ինձ Տեր, քանզի ճնշված եմ ես, սրտնեղությունից խռոված են իմ աչքը, հոգին և որովայնը, կյանքս սպառվեց վիշտ ու ցավերով և տարիներս հոգոց հանելով, թշվառությունից տկարացավ ուժն իմ և ոսկորներս մաշվեցին, իմ բոլոր թշնամիներից ավելի ես դրացիներիս համար նախատինք եղա և ծանոթներիս համար սոսկալի ահ ու սարսափ, բոլոր նրանք, ովքեր տեսնում էին ինձ, հեռու էին փախչում ինձնից, սրտերից մոռացվեցի ես ինչպես մեռյալ և նմանվեցի անպետք անոթի, քանզի բամբասանք լսեցի շատերից, որոնք իմ շուրջն էին, հավաքված իրար գլխի նրանք ուզում էին առնել իմ հոգին, բայց ես Տեր, հույսս դրի քեզ վրա ասելով, դու ես Աստվածն իմ, և քո ձեռքում է իմ ժառանգությունը, փրկիր ինձ թշնամիներիս ձեռքից և իմ հալածիչներից, ցույց տուր երեսդ քո այս ծառային, պահպանիր ինձ Տեր քո ողորմությամբ, Տեր, ամոթով թող չմնամ, որ քեզ դիմեցի, թող ամբարիշտներն ամաչեն ու դժոխք իջնեն, և թող պապանձվեն նենգ շրթունքները, որոնք ամբարտավանությամբ և արհամարհանքով չարախոսում են արդարի մասին, որքան շատ է քո ողորմության քաղցրությունը, Տեր, որ պահեցիր երկյուղածներիդ համար, դու այն շնորհեցիր նրանց, որոնք իրենց հույսը դրել են քեզ վրա մարդկանց որդիների առջև, մարդկանց խռովությունից պաշտպանեցիր նրանց քո երեսի ծածկույթով, լեզուների հակառակությունից թաքցրիր նրանց քո վրանում, օրհնյալ է Տերը, քանզի ողորմությունն իր հրաշագործեց ամուր քաղաքում, շփոթության մեջ ես ասացի, թե այլևս հեռու մնացի աչքերիդ առջևից, սակայն դու լսեցիր ձայնն իմ աղոթքի, երբ աղաղակեցի քեզ, սիրեցեք Տիրոջը, բոլոր սրբերդ նրա, քանզի Տերը ճշմարտություն է փնտրում և խստությամբ հատուցում նրանց, ովքեր շատ են ամբարտավանանում, քաջալերվեցեք ամենքդ, որ հույս եք դրել Տիրոջ վրա, և ձեր սրտերը թող զորանան։